Վաղարշաբաթ խոշորացած համայնքի ամենափոքր բնակավայրերից մեկում Դաշտ գյուղում շահագործման հանձնվեց բազմաֆունկցիոնալ հանրային տարածք։ Կառուցապատումն իրականացվել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրով։ Այն կյանքի է կոչվել սերբական կառավարության եւ Խոյ համայնքի համաֆինանսավորմամբ դիմակայությունի սկզբանե ծրագրի շրջանակում։ Սա կարևոր ներդրում է մեր երեխաների եւ երիտասարդների առողջ ապրելակերպի եւ ակտիվ ժամանցի համար։ Այն համագործակցությունը, որը մենք միասին 2021 թվականից սկսած համայնքների խոշորացման պայմանավորված Խոյ համայնքում կառավարման տարիներին սկիզբ ենք դրել միջազգային կառույցների հետ հետևողական համագործակցության աշխատանքների համար եւ դրանք ավելի մեծացնելու եւ համայնքի տարբեր բնակավայրերում այսպիսի գեղեցիկ ծրագրեր ունենալու համար։ Նորաստեղծ հանրային տարածքը ներառում է LED լուսավորությամբ միջազգային չափանիշներին համապատասխան Ադելի դաշտ, հանգստի գոտի եւ մանկական խաղահրապարակ։ Դաշտ գյուղի բնակիչները, որ զուրկ են եղել իրենց հանգիստն ու ժամանցը արդյունավետ կազմակերպելու հնարավորությունից, հիմա կարող են ոչ միայն հետաքրքիր ժամանակ անցկացնել, այլև ձեռք բերել լավ մարզավիճակ։ Մասնակցային տրամաբանությամբ են տրվել ու վստահաբար բոլորը գոհ են լինելու, նաև օգտվելու են այս խելացի ծառայություններից։ Ծրագրի տեղական համայնքների եւ բռնի տեղահանվածներին աջակցելու նպատակ ունի, թե ինչ կուզեին ունենալ իրենց գյուղում, առաջնահերթությունը բնակիչներն են որոշել։ Բազմաֆունկցիոնալ տարածքը հենց այն է, ինչի մասին երազել են։ Ես մի քանի անգամ նույնիսկ եկել եմ, նայել եմ շին հրապարակում ինչա կատարվում, գյուղացիները ինչ անմիջական մասնակցություն են ունեցել կառույցի կառուցման համար։ Մենք էլ խոստանում ենք համայնքի բնակիչների անունից, որ շատ լավ պահել, ամուր պահել, հետևել մաքրությանը, շրջապատի մաքրությանը։ Ներդրումների անելիս միջազգային կառույցները հաշվի են առնում բնակիչների մասնակցային ակտիվությունը։ Դաշտ գյուղում օրինակ քննարկումներից միջև կառուցապատում տեղացիները սիրով են մասնակցել։ Մեր տեսլականն է ընտրել համայնքներ, որտեղ հետաքրքրված են զարգացման ծրագրերով, իսկ դաշտ բնակավայրը հենց այն է, ինչը համապատասխանում է մեր փիլիսոփայությանը։ Այստեղ թե մարդիկ, թե ղեկավարությունը հենց սկզբից ակտիվ մասնակցություն ունեցան եւ ծրագրի մշակման եւ քննարկման փուլերին եւ իրականացման ընթացքին։ Սերբիայի կառավարությունն անցած տարվանից է սկսել զարգացման ծրագրեր ֆինանսավորել։ Մինչև այդ Հայաստանին մարդասիրական օգնություն է տրամադրել, մասնավորապես Քովիդի ժամանակ։ Դեսպանն ակնածանքով է խոսում հայ-սերբական հարաբերությունների մասին, որի վկայությունն է Երևան-Արմավիր ճանապարհի հարևանությամբ գտնվող Կոտրած թև հուշարձանը, նվիրված 88-ի երկրաշարժին օգնության եկած, բայց ավիավթարի զոհ դարձած սերբ օդաչուների հիշատակին։ Հայաստանին աջակցության ձեռք մեկնելը դեսպանի խոսքով բարեկամական քայլ է։ Որպես զարգացման գործընկեր առաջին անգամ ենք հանդես գալիս։ Անցած տարի Սերբիայի կառավարությունը 1 միլիոն եվրո է հատկացրել զարգացման 34 ծրագիր իրականացնելու համար։ Աշխատել ենք հիմնականում Լոռու եւ Տավուշի մարզերում։ Նախորդ տարվա հեղեղումներից հետո կազմակերպել ենք ջրամբարների շինարարություն, կառուցել հանրային տարածքներ նաեւ Արմավիրի մարզում։ Արևային պանելներով դպրոցներ ու մանկապարտեզներ ենք կահավորել։ Միջազգային կառույցների ներկայացուցիչները հեռացան արդյունավետ փոխգործակցության հուշանվերներով, իսկ բռնի տեղահանված մեղրագործ ընտանիքներից մեկը սեփական արտադրության քաղցր փաթեթներ նվիրեց։ Հայկ Աշլանյան, Հայկ Պետրոսյան, լուրեր։